Հայր գիտենք, որ ըստ քո խոստմանդ այստեղ ես, մեր մեջ ես։ Եվ այս գիտակցությամբ և հավատքով է, որ կձնրացրենք քո առաջ պաշտամունքի, երկյուղածության և երկրպագության հոգով։ Այս շնորհակալ ենք և փառք ենք տալիս քեզ անհուն սիրույթ, ողորմության և շնորհքիդ համար, առանց որը մենք այստեղ չենք կարող ներկա լինել։ Հայր եկել ենք այստեղ այո պաշտելու քեզ և նաև այստեղ ենք մեր կյանքերում քոյացած մարտահրավերների, խնդիրների, հարցերի, ցավերի, վշտերի, տագնապների, արցունքների և ամեն ինչ, որ մեր կյանքում տեղի կունենա, այդ բոլորը դեռ կիսվելու, ներկայացնելու շնորհած գահիդ առաջ։ Հայր աղոթք է, որ հուսով լցնես հուսալքվածներին, հավատքով լցնես թերահավատներին, դեր զորությունով լցնես դգարներին, առաջնորդությունդ բերես նրանք, ովքեր մոլորության ճանապարհների մեջ են, ներկայությունդ անոնք, որոնք միայնակ կզգան, և փրկությունդ մեղավորին։ Դեր այստեղ ենք ծնրացրած քո առաջ, որպես քո եկեղեցին, քո զավակներդ, քո արոդիդ հոտը, ամեն մեկս բերնով մեգան, փերմը գա մեր սրդի, մեր հոգու, մեր կյանքի մեջ։ Եվ միայն դու կարող ես հասկանալ այդ փերի ծանրությունը, գշիրը, դեր քո առջևդ կթողնենք։ Եվ դուր որ հայր, մինչ քիչ ետ կդում պիտի վերադառնանք, հավատքով և հույսով լցված վերադառնանք, որ դու պիտի լսես ու քո աստվածական պատասխաններով պիտի այցելես մեզ։ Հայր մեր ընտանիքում այս սարավոտ արցունք և վիշտ կա նամանավանդ Մատթեոսյան ընտանիքներին։ Դեր գաղոթենք, որ Սուրբ հոգվույթ, մխիթարությունը յուրաքանչյուրի սրտերը ողողե, ամոքե, մխիթարե։ Ուրախ ենք նաև դեր այս սարավոտ մեր սիրելի Լուսի քրոջ համար, որ մեզի հետ է երկար ժամանակ հարգելի բացակայությունից, մեզի հետ է դեր և միասնապար կպաշտենք քեզ, իր երանքը, իր ժպիտը, իր խանդավառությունը դեմքի վրայից անպակաս մնա։ Եվ յուրաքանչյուր ոք դեր, որ մասնավորապես ֆիզիկական հիվանդություններ ունի, դեր դու հպվես և ավելին հոգևոր հիվանդությամբ տարաբողներին այցելես, հպվես և դուր, որ այս սարավոտ բժշկության, օրհնության, փրկության և քեզ փառք բերող դերունական օրը, որուն արժանի ես անցյալ, ներկա և ողջ հավիտենական դարերում։ Ամեն։ Գահավանամ, որ Աստված այս սարավոտ այնպիսի սրտերի պիտի խոսա, թերևս ոչ բոլորին, բայց պիտի լինեն ոմանք, որոնք իրենց սրտերը պիտի բանան Աստծո առաջ, թույլ տալով, որ Աստված հպվի անոնց սրտերուն, սրտեր, որոնք անդրադարձած են, գիտագից են, որ իրենց կյանքերը չորացած է, իրենց կյանքերը կամ կյանքերում կա թադարգություն, սրտեր, որոնք գիտեն, որ ավելին կա, բայց դեռևս այդ ավելիին չեն հասել, սրտեր, որոնք հոգնել են սովորական վիճակից,
ռուտին։ Հիմա նայեցեք, ռուտինը, սովորությունը լավ է այնքան ժամանակ, որ իր մեջ գենթանություն կա, vitality, գենսունակություն կա։ Բայց երբ որ սովորությունը իր մեջից կգործնի գենսունակությունը, շատ վտանգավոր է եւ կարող է մահվան տանել։ Այնպես որ այս արավոտվան նյութս քո համար չէ, քո գողքին նստողի համար է։ Որ գիտեմ, որ դու շատ լավ ես հոգևոր վիճակով, հաստատուն ես եւ ամուր ես, ամեն քո համար չէ, քո գողքին նստողին կամ յետևդ նստողի համար է։ Ես գնաս դառնալ գողքին յետևից, սա այս պատկամը քեզի համար է, լավ մտի գրե։ Իմ համար է այս պատկամը, հավատացեք, ինձ համար է։ Հիմա գապ չունի ինչ վիճակի մեջ որալես։ Հիսուս Քրիստոս երկնքից երկիր եկավ հատուկ առաքելությամբ եւ այդ առաքելության անունը գործվածը փնտրել եւ փրկելն է։ Թադարկ աղբյուրները, չորացած հողերը, սովորության զուագի մեջ ինգողներին այցելել, հպվել, փրկել եւ վերագենթանացնել կյանքեր։ Ամենից երբեք կարևոր չէ ինչ վիճակում ես, Հիսուս Քրիստոս այստեղ է այս առաքելությամբ։ Երբեք կարևոր չէ ինչ կապանքներով կապված ես։ Դեր Հիսուս այստեղ է, որպեսզի մեզ փրկակնի։ Ցեզ պիտի փրկակնեմ, ցեզ պիտի ազատագրեմ, ցեզ իմ որդիներս պիտի դնեմ եւ ցեր կյանքերը պիտի վերածեմ այնպիսի մի կյանքերի, որ դուք պիտի ապշեք եւ շուրջինները նմանապես։ Հիմա Իսրայելին այս խոստումը կար, ցավոք նրանք ցախողվեցին, աստվածային գոչումից շեղվեցին, բայց բնականաբար Աստուծո ծրագրերը երբեք ցախողության ենթակա չեն։ Թեև իր ժողովրդին կանչեց հատուկ առաքելությամբ փրկեց, փրկակնեց, ազատագրեց, որպեսզի աշխարհին ավետարանի լույսը դանին, ամբողջ ավետարաններում մեջ 5 դարում, դիկա ադեր նպատակը որ Աստված անոնց ընդրեց, նպատակի մա որ աշխարհի բոլոր ազգերին Աստուծո լույսը ավետարանը փոխանցեն։ Նրանք ցախողվեցին, Աստված շարունակեց եւ այդ հեթանոսները կանչեց, որ դու եւ ես ենք եւ եկեղեցին է։ Նույնիսկ եթե մենք էլ ցախովինք, Աստված շարունակելու է իր ծրագրերը իրականացնել, բայց հարցը ասե, ես քոնե մաս կազմեմ Աստուծո այդ ծրագրերում, որով ողջ հավիտենականությունը բավարար պիտի չլինի, Աստծուն փառք եւ շնորհակալություն հայտնել այն փրկության եւ բադվին համար, որով մեզ տվել է։ Ողջ հավիտենականությունը բավարար պիտի չլա, ասել դեր շնորհակալ եմ, դեր փառք ես դեր։ Աստված կանչում է մեզ, որ մենք մաս կազմենք, նա մեր գարիկը չունի, գոբիտ ասած, բայց նա մեզ կանչում է, որպեսզի մենք մասը կազմենք այն փառած ծրագրին եւ նպատակներին։ Այնպես որ ինչ որ ալե վիճակը Աստված այստեղ է մեզ ազատագրելու այն գաբանքներից, որ դեռևս կապված ենք, խավարից լույսի բերելու եւ գործված վիճակից գտնված վիճակին։ Մենք շատ գեղեցիկ երգ ունենք Էլմաջան երկարանում 392-ն է Amazing Grace։ Կարծեմ հիանալի շնորհք ինչ քաղցրես դու փրկեցիր խեչն ինձպես հետո գսե գործված էի փերիզիսուն հետո հաճատունը գսե գույր էի արդ կդեսնեմ Կարծեմ այս երկը 100 դունան լապ քիչ է որև գույր էի գտեսնեմ, գործված էի հիմա գտնված եմ, ստրուկ էի հիմա ազատագրված եմ, մեռած էի հիմա կենդանացած եմ, աննպատակ էր կյանքս հիմա նպատակը սլած է։ Այս է Աստուծո հրաշալի շնորհքի, grace շնորհքի օրհնությունը։ Հետևաբար
Աստուծո փրկագործության առաջին քայլը իր ժողովուրդը Եգիպտոսից հանելն էր եւ ազատագրել փարավոնի ստրգադիրաբեդության իշխանության լուծից, որ անշուշտ բոլորը ցույց կտա Հիսուս Քրիստոսի փրկապանության նախատիպն է։ Այսինքն մենք հոն կտեսնենք պատկերը իրականին, այս բոլորը շուքեր են, քալիք իրական եղելությունը, որ Քրիստոսով Աստված իր որդին ուղարկեց, մեզ փրկեց, մեզ ազատագրեց մեղքի եւ սատանայի ստրգադիրաբեդությունից եւ այնպիսի հարթակի վրա կանգնեցուց մեզ, որով Աստված կարողանա, սա շատ կարևոր է, մեր նախկին սկզբնական original վիճակին վերափոխե։ Այսինքն այն ադամական վիճակին նախքան մեղանչելը։ Սա ուրիշ նյութերու առիթ կբացվի օրտնյալ, բայց այդ վիճակին գուզե ասվա, որովհետև Աստուծո փրկագործության, փրկաքննման փափակը ոչ միայն ինձ մեղքից ազատագրելն էր, ոչ միայն ինձ ստրուգությունից ազատագրելն էր, ոչ միայն Եգիպտոսից դուրս բերելն էր Իսրայել ժողովրդին, ոչ, այլ որպեսզի մեր սկզբնական վիճակին եւ դեսքին հասցնելն էր, այսինքն մեզ այնպիսի մի վիճակի մեջ դներ, որով կարողանար իր աստվածային ծրագրերը հասանելի դարձնել ողջ աշխարհին։ Այս է մեր փրկության նպատակը։ Հիմա անշուշտ առաջին Ադամը անհնազանդելով այս ծրագիրը ծևով մարդկորեն խաթարվեց, բայց Աստված վերջին Ադամով չի ասում երկրորդ Ադամով։ Որոշ թարգմանություններ կա, տեսած եմ գսե եւ երկրորդ Ադամ գոյություն չունի, վերջին Ադամն է, որտեղ երկրորդ տնենք, կնշանակե երրորդն էլ կարող է լինի 4, 5, 5, no։ Հիսուսը վերջին Ադամն է, Էսխատոն Ադամ գսե։ Ուրեմն վերջին Ադամը, ուրեմն գա առաջին Ադամ եւ վերջին Ադամը։ Հիսուս Քրիստոս մարդը եկավ, որպեսզի այդ բոլորը վերականգնեն, ինչպես մեր մեռած հոգիներին գենթանության շունչը փչելով եւ մեզ վերստին ծնունդ տալով, վերստին նորեն պետք է ծնանիս։ Հետևաբար սիրելիներ, փրկագնումը աստվածային վերստեղծագործության միջամտությունն է մեղավոր մարդուն, այսինքն վերականգնեցնել, վերագերբարանափոխել մեզ Քրիստոսի հրաշք պատվերին եւ Աստծո, գիտեք սիրեմ, այո, մեղքից փրկեց, առաքելություն արեցին, գետքը որ երկինքն անի, Աստուծո քերակույն նպատակը, գորիզային նպատակը մեզ երկինք տանելու համար չէր, որ մեզ փրկեց։ Գիտեք ինչի համար էր, մի օր կսերդենք, որպեսզի մեզ ամբողջական եւ սուրբ արարածների դարձնե։ Holy and holy. Holy, W-H-O, holy, ամբողջական, wholeness եւ holy, սուրբ ժողովուրդ դարձնե։ Հետագայում կտեսնենք, թե ինչպես փրկությունը Աստուծո մարդը անելիք չունի մեջը։ Բայց արդարացումից հետ այդ սրբության, այդ հոգևոր աճման ընթացքը, որ մեր մեջ կսկսի, որ ամբողջ կյանքի դեպողություն շատ աջախ կբանջի, մեր անելիքը խիստ աժմիական է։ Մեր համագործակցությունը խիստ աժմիական է այդ սրբության, ամբողջականության, գադարելակորձման կյանքի ընթացքը, որ դեղի ունենա։ Արո հիմա մենք պիտի տեսնենք մեր բաժինը։
Հետևաբար սիրելիներ, Աստծո նպատակը այն չէ, որ մեզ մեղքից փրկե, թժողքից փրկե եւ երկինք տանի, նո, տրանսպորտային ընկերություն չէ երկինքը, ոչ էլ Աստված։ Այլ որովհետեւ մեզ սուրբ նպատակասլաց, այսինքն սուրբ ինչ է, մեկ կողմ դրված հadouk նպատակի համար։ Աստված ժողովուրդ մուգուզե մեկ կողմ տնե ընդհանուր զանգվածից, մեկ կողմ հadouk նպատակի համար։ Հիմա սփեմի վրա բազում առարգաներ կան։ Աստված ասիգա կգան չէ, մեկ կողմ գտնե հadouk նպատակի համար։ Ոչ թե որ դրանք անարժեք են, դրանք էլ արժեք ունեն, բայց քո հետ ես հadouk գործ ունեմ, որով ես կուզեմ, որ դու գենթանի ճուրը, ավետարան լույսը այս բոլորին հասանելի դարձնես։ Հետևաբար փրկագնման նպատակը մեր անձերը գտնելու եւ գործնելու համար է։ Երկու կամ երեք կիրակին առաջ տեսանք փրկագնման մեջ մեր դերակատարությունը մեր անձերը պետք է գտնենք, առաջ գտնում ենք, հետո ենք գործնում։ Ոչ թե գործած, որով գորած ենք։ Որը մենք նախ պետք է մեր անձերը գտնենք, ետքը գործնենք։ Հետևաբար մեր անձերը գտնելու եւ այն գործնելու համար էր, այսինքն մեր կյանքի քոյության եւ փրկության նպատակը հայտնաբերել։ Երանելի ես, եթե քո փրկված լինելուց եւ այն օդը, որ գշնչես եւ գարդաշնչես, կյանք ունիս, գաբրիս, երանելի ես, եթե դու հայտնաբերել ես քո փրկության եւ քոյությանը նպատակը, ինչու համար եմ ես այստեղ, ինչու համար Աստված ինձ փրկեց, ինչու։ Որովհետեւ մեր ոչ ապակա կյանքի ընթացքում ձերք բերելիք հաջողությունների եւ ձերքբերումների բանալին այս երկու հարցերի հանդեպ ճշգրիտ պատասխան ունենալու դիրքորոշմանս մեջ է կայանում։ Վահե ճիշտ եմ։ Ճիշտ եմ, չէ՞ Վահե ջան, օրտնվես իմ եղբայր։ Աստուծո պատկերի վերագանքնումը եւ մեր ինքնության վերահաստատումը այն դիրքում, որտեղից ընկել եւ գործրել էինք։ Եվ այսօր քեղեցիկ պատկերը մենք ունենք հայտնություն Հովաննու 2-րդ գլխի 4-5 համարներում հայտնություն Հովաննու 2:4-5 նայեցեք ինչ կսես պատկերը բոլորս դե կնկարագրեք սեփ բայց քեզի թեմ բան ունիմ քո առաջվան սերը թողեցիր հիմա միտքդ բեր հիմա ուրգե ինգար եւ ապաշխարե եւ քո առաջվան կորձերը դրե եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու քո աշտանագդ իր դեղեն պիտի շարժեմ եթե չապաշխարես միտքդ բեր այս է բանալին մեր անձերը գտնելու Կիդակցությամբ հասկանալ միտքս բերեմ մտապերեմ ուրգե ինգա հենց գկիդակցիմ գահայտնապերեմ ժամանակը բաճարը իրավիճակը որտեղից ինգա դա իմ վերագանքման բանալին կհանդիսանա հետևաբար հենց մեր անձերը գտնելով, այսինքն անդրադարձա հիմա, ուրդեղեն ինգած եմ, գիտեմ Աստված ինչու համար ինձ փրկել է, այսինքն իմ անձս կգտնեմ, այսինքն իմանում եմ ուր եմ գնում։ Մեր հաջորդ մարտահրավերը գուքա։ Հենց մեր անձերը գտնենք, հիմա ես գիտեմ ուրդեղեն ինգած եմ, ինչ էր վիճակս Քրիստոսն ինչու համար ինձ փրկեց, կտա անձս, հաջորդ մարտահրավերը անձս գործունելն է։ Անձս գործունելն է, նայեցեք Հիսուս ինչ կսե, Մարգոս 8:34-ի մեջ։
Մարգոս 8:34 Ժողովուրդը իր աշակերտներուն հետ մեկտեղ իրեն գանչելով ըսավ անոնց։ Ոս երկու տասագարկի ժողովուրդ կա։ Ժողովուրդ մը կա եւ իր աշակերտները։ Բոլորին գանչեց Հիսուս։ Ոչ միայն աշակերտներուն։ Եվ ըսավ անոնց. ով որ գուզե իմ ետևես գալ, իր անձը պետք է ուրանա, խաչը վերցնե ու իմ ետևես գա։ Վասնզի ով որ գուզե իր անձը ապրեցնել, պիտի գործընծնե զանիգա։ Ներողություն։ Վասնզի ով որ գուզե իր անձը ապրեցնել, պիտի գործընծնե զանիգա, եւ ով որ ինձի ու ավետարանի համար իր անձը կգործընծնե, պիտի ապրեցնե զանիգա։ Շատ միսկ այստեղ։ Այստեղ Հիսուս առաջի երթին ցույց կտա մեր ինքնության ամփոփչական հպատակումը Քրիստոսին։ Գիտեք, Հիսուսը ինչ պատկեր կտա մեզի։ Ուզես որ ինձ հետևիլ, ուզում ես ինձ հետևիլ, հիանալի որոշում ես կայացրել, բարիքալուս քեզ, բայց պայման մը կա։ Եթե ուզում ես ինձ հետևիլ, քու խաչդ պիտի ոչ թե իմ խաչս։ Ես իմ խաչս արի իսավ Հիսուս։ Քու խաչդ ար եւ իմ ետևես եկուր։ Եվ գիտեք, երբ որ մենք կհասկանանք այս պատկերը, այս իր կոնտեքստի մեջ մանավանդ հրեական մտածելակերպում, այդ ժամանակ որ Հիսուս խոսեր, ով որ իր ուսին վրա խաչ ուներ, իրական խաչի մասին է, կնշանակի որ ինքը դեղ պիտի բարձրանա, որտեղ իր խաչը հաստատե եւ այդոր վրա խաչվի մեռնի ասել խաչի նշանակությունը ասեմ հիմա ես դու քեզ կթել ես դու հասկացել ես ինչու համար եմ ես խոսքսե Հիսուս ես այստեղ եմ որ քեզ փրկելու փրկությունը դրամատրած եմ եւ հավիտենական կյանքի խոստումներ ունիմ եւ գոչում ունիմ նպատակ ունիմ քեզ հիմա դու ուզես ինձ հետևիլ բարի բայց ինձ հետևելու պայմանը անցդ պիտի գործընծնես հենց մեր անձերը գտնում ենք անդրադառնում ենք հաջորդ քայլը անձի խաչելությունն է անձի մահն է անձի կորուսն է եւ ասոր այդ հավասար զուգահեռաբար այստեղ Հիսուս ցույց կտա մեզի նրան հետևելու կամ հավատքի կյանքը ապրելու մեր վճարելիք քինը փրկությունը ծրի էր բայել է Քրիստոսին հետևելը քին մգավոր պիտի վճարենք եւ այդ քինը մեր ինքնությունը, մեր նախասիրությունները, մեր ինչու համար Հիսուս կսե, որ հիմա պետք է խաչվիս, անձդ մերցնես, խաչի, որովհետև այն անձը, որով գիտակցեց իր վիճակին, այս մեր անձը, մեր ինքնությունը, մեր մտածելակերպը ողողված, շաղախված եւ այդպիսի վիճակ ուներ, որում մեջ միայն գա մեղք, հբարդություն եւ ամեն տեսակ ոչ աստվածհաճո վիճակներ։ Ուրեմն այս վիճակով դու չես կարող ինձ հետևել, ինձ ծառայել, ինձ բիդանի դառնալ։ Հետևաբար արի այս սիկայը պետք է խաչվի։ Այդ հին եսը, որի մա գիտակցեցար, որ մեղավոր է, հիմա դիկա պետք է գործընծնես։ Այլապես չեմ կարող ես քեզ բիդանի որպես կորձիկ ունենալ։ Եվ միայն այդ ժամանակ է, որ ես պիտի կարողանամ քեզի նոր ինքնություն մտալ։ Բայց ոս շատ կարևոր մի բան կա։ Գսե ան որ իր անձը գործընծնե, նայեցեք, ոչ թե ընդհանրական պատկեր կուտահոս։ Այսինքն գոչ մգուղը, որոնց ժողովուրդներն կան, առաքյաններ կան, որը շատ հաճախ այս մասը
աղավաղված է, որ եթե ես Հիսուսին գահավատամ, Հիսուսին կհետևեմ, կամ բարեգործություն կնեմ, կամ որևէ մի արդար գործեր կկատարեմ, ընդունելի եմ Հիսուսին։ Ոչ, մեր անձը ուրանալու եւ խաչին վրա գործնելը երկու նպատակի համար է։ Գսե անվորյանցը կգործնցնե ինձի եւ ավետարանի համար։ Կարող ինձ հետևել։ Հստակ նպատակ կտնե Աստված Քրիստոս իմ առաջ գսե անոր իր անձը կգործնցնե ինձի եւ ավետարանի համար պիտի ապրեցնե զանիգա այստեղ ցույց կտա ամբողջական նվիրում Քրիստոսին ամբողջական նվիրում ենթարկվածություն ավետարանին ասիգա ցույց կտա որ սիրելիներ առանց ինչու Հիսուս ամբողջական ուզե Չուզեր որ իմ մեջս ոչ մի գենթանի բան մնա, որովհետև այդ արգելք պիտի ըլլա հետաքա կորզունեությանը։ Գադարյալ նվիրումը նրա համար է, որբեսի Աստված կարողանա իմ եւ քու կյանքիդ մեջ, որ հիմա որ ուզես իրեն հետևիլ, սրբության կորձը գադարելակորձման հասցնի։ Ասի շատ ընդարձակնույթ է, բայց հավատացյալների մեծ մասնությունը ուշ կամ գանող պիտի առնչվին այս հարցով։ Մենք հավիտենականությունից այս կողմ հնարավոր է սուրբ գադարյալ կյանք ունենալ։ Բանալին գիտեք ինչի մեջ է կայանում ամբողջական դրամատրվածության։ Երբ որ ես այս հատվածը կհասկանամ եւ այս հատվածը իմ կյանքիս մեջ իրականություն կդառնա, այդ ժամանակ ամենայն հեշտությամբ եւ հավանականությամբ սրբացման եւ գադարելեկորձման կորձը կարող է մեր կյանքերում տեղի ունենալ։ Սա ընդարձակնուտ է, ապակային անպայման միասնապար կսերնենք եւ կտեսնենք Աստուծո մեզի հատկացրած դրամատրած կորձիկները, որով այո մենք հնարավորություն ունենք ամբողջական սուրբ եւ գադարյալ լինելու հավիտենականությունից այս կողմ, բայց սա երբեք չի նշանակում, որ մենք կհասնենք գադարյալ անմեղության վիճակին, այսինքն այլ այնպիսի վիճակի մեջ են, որ այլևս մեղք կործելու հնարավորությունից զրկվում եմ, ապահովված եմ մնում։ Այո, կարող եմ հասնել այնպիսի մի վիճակի, որով մեղք չկործելը շատ հեշտ կլինի, բայց նաև մեղք կործելու հնարավորությունից զերծ չեմ մնա։ Սա լուրջ թեմա է, որի մասին կսեմ։ Հիմա մի խոսքով Աստված ուզում է մեզ մեր անձերը գտնենք, ետ կգործնցնենք, որբեսի Աստված կարողանա մեզ ետ սկզբնական վիճակի այդ հրաշք վիճակին հասնել։ Այս է հրաշալի փրկագնման եւ քավության գործը փրկության գործընթացում։ Այս էր այն մտածելակերպը եւ դիրքորոշումը, որով Աստուծո մարգարեները, առաքյալները եւ Հիսուսի հետևորդները իրենց կյանքի ողջ ընթացքում որդեգրեցին։ Պողոս առաքյալն ինչ կսե Գործք առաքյալոց 20-24-ի մեջ կսե, բայց ես բանի համար հոգ չեմ մներ։ Բայց ես բանի համար հոգ չեմ մներ եւ իմ անձս
պատվական չեմ սեբեր։ Այստեղ առաքյալը իր եսին մեռնելու, իր անձը գործնելու վիճակն է արտահայտում։ Իմ անձս պատվական չեմ սեբեր վերջ։ Ուրիշ դեմը գսե ամեն բան աղբ կսեբեմ, իմ անձս գանարքեմ և բոլոր իր Քրիստոսին թարնալե հետ իր այս արտահայտությունները գտեսնենք, որ նա իր անձը գործնելու գործողության մեջ էր իր կյանքի ողջ ընթացքում, ինչու որտև եթե ես իմ անձս չգործնեմ Քրիստոսը գտնելու հետ, Աստված չի կարողանալու իր հավիտենական ծրագրերը իրականություն դարձնել իմ կյանքում, որ դեռևս ես ողջ եմ և առողջ եմ։ Քաղատացիս 2:20 Պողոս առաքյալն նորեն գսե Քրիստոսի հետ խաչը ելա, ասիկա իր անձը գտնելն էր։ Ետ կգսե ահա կենդանի եմ, ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ։ Հոսույց կուտա անձը գտնելու, անձը գործնելու և անձը նորից վերագտնելու։ Նախ գտնում ենք, հետո գործնում ենք, հետո վերագտնում ենք նոր անձը, նոր ինքնությունը Քրիստոսով։ Եվ ճիշտ այս էր նպատակը, որի համար Աստված իր ցերկը գսե, երկնցած ցերկս անցյալ անգամ ասի պիտի մեկնեմ և ցեզ Եգիպտացիներու ծանր փերնեն վերցնեմ, Պատկեր այսպես է, Աստված երկնքից իր ցերկն է երկարում, որպեսզի մեզ փոսից դուրս հանի։ Եվ նայեցեք, այս միտքն ասեմ և ավարտեմ սիրելիներ։ Այս է նպատակը, որի համար Աստված այս սևով արտահայտվեցավ իր ժողովրդին քեզ և ինձ։ Ցերկս կմեկնեմ և քեզ նայեցեք ստրուկությունից և ստորադասությունից վեր կվերցնեմ։ Եվ նայեցեք Աստված ինչ անում։ Հենց Աստված իր ցերկն է մեկնում և մենք մեր ցերկը տալիս ենք նրա հայթայթած փրկությունը ընդունում ենք, հնազանդում ենք և մեզ վեր է բարձրացնում, կանգնացնում է այսպիսի մի հարթակի վրա, որով հիմա մեր կյանքում նոր գործը պիտի սկսի, մեր աչքերի մեջ նայելով իր հայրական հայացքով, այսպես է ասում, հովիկ այլևս դու ստրուկ չես, դու այլևս ստորաթաս չես, դու աստվածային հատուկ առաքելությամբ գանչված դեսպան ես, քեզ հավիտենական սիրով սիրեցի, քո համար քին վճարեցի, հիմա դու իմ որդին ես, դադարիր քեզ ուրիշների հետ համեմատելուց և քեզ ստորաթաս տեսնելուց, ես քո մեջ Քրիստոսի պատկերը պիտի քանդակեմ, քո ներսիտին իմ հոգին տրածեմ, իմ բնակությունը պիտի հաստատեմ, քո մեջ քերբնական զորություն տրածեմ, որով պիտի կարողանաս և քո բնական մեղսաբնույթ հագումների թեմ պայքարել և հաղթել, քեզի նպատակ, ներուժ և հնարավորություններ պիտի տամ, և ինչպես քո մեջ նաև կտեսնեմ, երբ որ Աստված մեզ կփրկի, ամեն մեկուս արդեն մեր մեջ մի բան կտեսնեմ, թեր չեղած։ Քեզի կնայև կսե օրինակ, քո մեջ կտեսնեմ ես հովիվ, քո մեջ կտեսնեմ քարոզիչ, ավետարանիչ կտեսնեմ քո մեջ, հաջողակ տնտեսագետ կտեսնեմ քո մեջ, դրամապանություն և աստվածաշնչյան հայացքներով քաղաքական առաջնորդ կտեսնեմ քո մեջ, հրաշալի ուսուցիչ կտեսնեմ քո մեջ։ Եվ այս բոլորը ցույց կտա ինչպես քանդակագործը անդաշքարը կվերցնե և հղկելով այն անդաշքարը զարմանահրաշ գեղեցիկ արձաններ կպատրաստի դրանով, նույն ցևով Աստված կնե մեր կյանքերում։ Անոնք, որոնք այսօր տեսած են Միքելանջելոյի այս մարմարյա քանդակագործության, որ այսպես կսե, ես մարմարյա այս անդաշքարի մեջ հրեշտակ մտեսա և հիմա պիտի փորձեմ այն հրեշտակը արձակել, որ կարողանա ազատ արտահայտվի։ Հոն չի երևում,
անգլերենով գսե I saw the angel in the marble and carved until I set him free. Michelangelo. Ճիշտ նույնն է Աստուծո գործելակերպը մեր կյանքում Աստված երբ որ մեզ կգանչի քո մեջ, իմ մեջ, այս փոքրերի մեջ, բոլորիս մեջ կտեսնի արժեքը, առաքելությունը, ինքնությունը, որ մեր երևակայությունից վեր է, հետևաբար այս բոլորը բայց կկարողանան իրականանալ միայն այն ժամանակ, երբ անձս կգտնեմ եւ եթե կգործնեմ, որբեսի արգելք չլինի աստվածային ներգործողության իմ կյանքում, այսպիսի եւ ավելի հրաշք առաքելության կանչելու։ Աստված օրհնե մեզ սիրելի դերգամի առաջիկայում կշարունակենք այս նյութը, բայց կհավատամ, որ Աստված այս սարավոտ ինձի խոսած եւ շատերիս կխոսի անոնք, որոնք իրենց սիրտը դրամատրած են, դեր այո անդրադարձել եմ, որ մեղավոր էի, այո անդրադարձա գիտակցեցի, որ քո գարիկն ունեմ, այո ուզում եմ քո հետևորդը լինել, բայց դեր եւս զգում եմ, որ արգելք մը գա իմ կյանքիս մեջ այդ բոլորը իրականանալու։ Չեմ ագանադես չեմ այդ հոգևոր օրհնության, զարգացման, հասունությանը, որ միջի հիմա պետք է լինեի։ Եվ Աստված կհուշե, հովիկ, անցդ գտնել է, վեճ չգործրիր այն։ Եվ այդ իմ կործս է։ Այսինքն, գադարյալ նվիրում, այսինքն, գոբիդ է, բայց շատ հաճախ իրականություն, դու քո ասածից չես հավատում։ Դու ասում ես, երգում ես, քարոզում ես, նվիրվեմ քեզ հայր, ծառայեմ, ընդիր անոթ լամ, արդեր կյանքս ամբողջ, but you don't mean it։ Զուտ երգ է, զուտ քարոզ է, զուտ խոսքեր են, որ փերանից դուրս գել է։ Գադարյալ նվիրում գուզե, դրամատրվածություն գուզե։ Եվ միայն այդ ժամանակ ես պիտի կարողանամ ներխուժել քո կյանքում եւ իմ փառած նպատակներս իրականացնել իր փառքի համար եւ մեր հոգեվոր օրհնության համար եւ այս եկեղեցվո ընդարձակման, փառքավաճման եւ վկայության համար ամեն